Հումորը ունի սահման, Արթուր Մխիթարյանն է հարցնում։ Լավ հարց է։ Երգիծաբանները դեռ վիճում են այս հարցի շուրջ, բայց ընդհանուր կոնսենսուսը նրա շուրջ է, որ թեմա չկա փակ, ուղղակի մատուցման ձևը եւ նպատակը կարա լինի այդ կարմիր գիծը։ Օրինակ, եթե դու անում ես ինչ-որ մի կատակ վիրավորելու համար, ցավեցնելու համար, ինչ-որ բացասական չարիք ստեղծելու համար, դա կարա շատ վատ լինի, նույնիսկ շատ անշարժ թեմայի շուրջ։ Բայց եթե դու գալիս ես ավելի բարի տեղից կամ քո նպատակը չի ինչ-որ մեկին նեղացնել կամ ինչ-որ տես ցավ պատճառել, չկա արգելված թեմա կամ ինչ-որ տես բան։ Նենց որ կարծում եմ, որ ճաշակի նկարիչը կարա ամեն ինչ նկարի, թե ինչ-որ բաներ կա, որ ինքը չի կարա նկարի։ Դե ժամանակին ամեն դեպքում կային իզմեր, ուղղություններ, որոնք ենթադրենք որոշակի սահման են։ Դե հումորում էլ կան ուղղություններ եւ ինչ-որ շրջաններ, որ գալիս են, գնում են, հա։ Նայ, մի հարց տամ։ Օրինակ, նայում ես ամերիկյան հումորը, այնպիսի հումորներ են անում, որ եթե հայկական բեմից հնչեր այդ նույն լեքսիկոնը, մենք կարող է հնչում է, կարող է չգիտեմ։ Իդեպ արդեն հնչում է, ու այդքան այդ մտածում էր, ինքը դες քիչ-քիչ մեկա գալիս է։ Ու արդեն այնտեղ հնչում է մի հատ նոր բան, որտեղ փոքրիկ երեխեքի մահանալու եւ ցողունային բրիջներ օգտագործելու մասին հումորա, որը հələ որ Հայաստանում չի արվում, բայց վստահաբար գալու է այդ բանը, որ այստեղ դե կա։ Դաշան էր, սև էր։ Դե ամեն ինչ էլ կա, ուզում եմ ասեմ, այդ զուտ կախվածը դրանից է տվյալ նկարիչը, հա, ուզում է այդ նկարի, թե չի։ Հա, ու շատ կարևոր է ում համար է անում հումորը, այդ աուդիտորիան, քո թիրախային լսարանը, օրինակ մի հատ իռլանդացի ծանոթ ունեմ, որ ասում էր Իռլանդիայում չի կարելի կատակ անել ինքնասպանության մասին, որտեվ այնտեղ շատ մեծ է տոկոսը այդ դեպքերի, հա, շատ սուիցիդի տեղ է։ Ու մի անգամ նախարարներից մեկը ինչ-որ մի կատակ արեց, ու վсё, տենց կործանվեց ինքը, որովհետև այդ բանը օքեյ չի։ Ամերիկայում ինչքան ուզես այդ թեմայով կամ բան, ու շատ տարբերակ։ Հիմա օրինակ նայ, Ամերիկան 30 տարի առաջ ռասայական հումոր կարար անել, շատ հանգիստ։ ու ասներ հիմա էլ չի կարա։